Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է կեսգիշերին ուժի մեջ մտած բոլոր փոխադարձ մաքսատուրքերի եռամսյա լիարժեք դադարի մասին։ Բացառություն է կազմում միայն Չինաստանը, աշխարհի մակարդակով երկրորդ մեծ տնտեսություն ունեցող այս երկրի համար կպահպանվեն բարձր սակագները։ Թրամփը հայտնել է, որ մաքսատուրքը 104%-ից կհասնի 125-ի այն բանից հետո, երբ Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ի դեմ լրացուցիչ պատասխան տուրքերի կիրառման մասին։ Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես ներկայում բարձրացնում եմ ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերություններում գործող մաքսատուրքը հասցնելով 125%-ի։ Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես, նշել է Թրամփը, հավելելով, թե հուսով է մոտ ապագայում Չինաստանը կգիտակցի, որ ԱՄՆ-ն եւ այլ երկրների թալանն այլևս ընդունելի չէ։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Չինաստանը նույնպես ցանկանում է բանակցել մաքսատուրքերի հարցով։ Դոնալդ Թրամփը միջուկային համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Իրանի պաշտոնյաների հանդիպումից օրեր առաջ կրկնել է ռազմական գործողություններ սկսելու իր մտադրությունը, եթե Թեհրանը չընդունի միջուկային համաձայնագիր կնքելու իր առաջարկը։ Ընդ որում նա ասել է, որ Իսրայելը կլինի հնարավոր ռազմական գործողությունների առաջնորդը։ Միակ բանը, որ նրանք չեն կարող ունենալ, միջուկային զենքն է։ Նրանք հասկանում են դա, ասել է Թրամփը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նաև կրկնել է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառելու իր խոստումը եւ ասել, որ Իսրայելը դեր կունենա հնարավոր հարձակման մեջ։ Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակազմը հայտարարել է երկրում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց հաջորդող պետական հեղաշրջման փորձի կանխման մասին։ Նշվում է, որ Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի տվյալներով խմբավորման բոլոր անդամները, որոնք մտադիր են եղել իրականացնել այդ ծրագիրը, բացահայտվել եւ կալանավորվել են։ Հաղորդվում է, որ ներկայում աշխատանքներ են տարվում կազմակերպիչներին բռնելու ուղղությամբ։ Դոմինիկյան Հանրապետությունում ջետ-սեթ գիշերային ակումբում տանիքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 184-ի, իսկ վիրավորներինը գերազանցել է 200-ը։ Հանրապետության արտակարգ գործողությունների կենտրոնի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ դեպքի վայրում գտնվող փրկարարները դեռ փնտրում են զոհեր եւ հնարավոր ողջ մնացածների, թեև ապրիլի 8-ի կեսօրից ի վեր ոչ ոք ողջ չի գտնվել։ Աղետը տեղի է ունեցել հայտնի մեներքիչ Ռուբի Պերեսի ելույթի ժամանակ։ Եմենի ապստամբ Անսար Ալլահ շարժումից ձևավորված հութիների զինված ուժերը հարվածներ են հասցրել Թել Ավիվի տարածքում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտին Յաֆա տիպի անօդաչու թռչող սարքի միջոցով։ Ապստամբները Կարմիր ծովի հյուսիսում հարձակվել են նաև ավիակիրի գլխավորությամբ ռազմածովային ուժերի ավիակիրի խմբի մի շարք նավերի վրա դարձյալ դրոնների միջոցով։ Հայտարարությունն արել է ապստամբների ռազմական խոսնակը։ Մարտի 15-ին Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսել է գրոհել հութիների թիրախները, որոնք վերահսկում են Եմենի տարածքի մոտ 1/3-ը։